Կրկին ազգային ժողով արդեն պարզ է, այսպես ավանդույթ է կարծես դառնում, երբ ասում ենք ազգային ժողով, ուրեմն իրարամերժության հերթական հանդեսի սեանսն ենք դիտում միասին եւ իրապես կրկին մեղադրանքներ փոխադարձ թիրախավորում մեր օրոք, ձեր օրոք այս քաղաքական չվերջացող մղձավանջը։ Այս անգամ ոչ թե ասֆալտին էին ծեփում ու փռում, այլ գլուխներն էին պատով տալիս։ Հիմա չգիտեմ, սա առաջընթաց կարող են գնահատել թե ետնահանջ, բայց այնուամենայնիվ դաշտակցական Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը ազգային ժողովում լարվեց։ Գիտեք ինչն է դժվար այս ազգային ժողովի դահլիճում։ Անձնապես իմ համար շատ է դժվար։ Դժվար ամեն անգամ լսել մարդկանց ելույթներ, որոնք այդ ամեն ինչը չեն տեսել։ Դու ապրել ես, իրանք չեն տեսել։ Շատ չեմ ուզում խոսքս ծանրացնեմ այդ ամեն ինչի վրա։ Գեղամ Նազարյանը նստած է այստեղ հայկական ժամանակ։ 1990 թվական հոկտեմբեր 27-ից առաջ որ մամուլներ Վազգեն Սարգսյանի դեմ արշավանում։ Էտով ասეთ։ Գլուխդ պատով տվեցի։ Հայկական ժամանակ Նիկոլ Փաշինյան։ Մի հատ գնացեք մամուլը նայեք։ Փաստորեն առանց ֆիզիկական բռնության ու սպառնալիքի երկխոսություն հնարավոր չէ, հա։ Ու այս պատմության մեջ ամենացավալին գիտեք որն է, որ անգամ եթե հետո ելույթը կառուցողական լինի, բովանդակալից կամ իրապես օգտակար, այդ ամենը կորում է էմոցիոնալ այս արտահայտությունների արանքում։ Հետո ամբիոնին են մոտենում այլ քաղաքական դեմքեր եւ սկսում են հակադարձել նախորդին, այնպես ինչպես օրինակ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը արեց։ Պարոն Մանուկյան, գլուխդ պատով տվել ես դու։ Այլևս մի մցրու, լսի, եթե ձեր ամեն սուտ խոսալու ժամանակ ասեի գլուխդ պատով տված նախադասությունը գլուխ չեր մնա։ Ես ձեզ խնդրում եմ, տես, գալիս խոսում ես, ասում ես ներողություն չեք ուզում, խնդրեք, ասենք, ասել եմ, դուք շատ բաների չեմպիոն եք, նաև վիրավորանքներ եւ իրավիճակը լարելու չեմպիոն եք։ Ելույթ ես ունենում, մարդը արձագանքում ասում է գլուխդ պատով ես տվել դու։ Ես էլ ասում եմ գլուխդ պատով տվել ես դու։ Տեսնում ենք արդեն։ Իմիջիալոց, հերիք մի սպառնում ես ինձ։ Դե հետո ասեց հա։ Գլուխները պատով եք տալիս, բոլորը, ով որ կարա իրան թույլ տա սպառնի։ Ով կարա սպառնա, գլուխը պատով է տալու։ Եվ այս ամենը դիտելով ես հարգելի հեռուստադիտող ցանկանում եմ հիշեցնել, որ ազգային ժողովը այսօր քննում էր հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալուսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազգային վիճակի մասին տարեկան հաղորդումը։ Իհարկե այս իրար թիրախավորելու ավանդույթը բուն հարցը կարծես թե դուրս թողեց օրակարգից, բայց այնինչ տեղի ունեցավ հետո իրապես անլուրջ էր, այնքան անլուրջ, որ անգամ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ պարոն Տիգրան Հակոբյանը, ով եւ ներկա էր դահլիճում, ամբիոնից փաստեց, որ նա ավելի բովանդակային քննարկում էր ակնկալում։ Ես ճիշտն ասած ավելի կոնկրետ քննարկում էի սպասում, որովհետեւ այն խնդիրները, որ նկարագրեցի, նրանք իսկապես լուծման կարիք ունեն եւ որոշ սպառնալիքներ են ներկայացնում ոչ միայն մեր մեդիայի համար, այլ նաեւ մեր տեղեկատվական եւ լեզվական անվտանգության համար։ Դե տեսակ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը ակնկալում էր բովանդակային քննարկում, բայց եկեք լինենք անկեղծ, վերջին անգամ դուք հարգելի հեռուստադիտողներ, ազգային ժողովի ամբիոնից կամ դահլիճում երբ եք տեսել վերջին անգամ բովանդակային քննարկում։ Վերջին տարիների ամենաբովանդակային քննարկումը, որը տեսել ենք, դա սահմանափակումն է մեր օրոք, ձեր օրոք բարակապակցություններով եւ լրջանալու կամ բովանդակային քննարկում ծավալելու որևէ շանս այս բարակապակցություններից հետո ուղղակի չկա։ Ապրիլի 20-ին ժամը 2:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ են կանում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Իսկ մենք հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշտակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Եվ կրկին վերադառնանք ազգային ժողով, քաղաքացիները 2025 թվականին եւ 2026 թվականին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 1-ը, դրանից հետո մինչեւ հուլիսի 1-ը, իսկ ներկայացնել կարող են մարտի 2-ից սկսած։ Այս մասին ազգային ժողովում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հայտնում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Բաբկեն Թունյանը։ Նախագծով սահմանվում է ոչ միայն վերջնաժամկետը, այլ նաև հայտարարագիր ներկայացնելու սկզբնական կետը։ Փորձեմ համառոտ ներկայացնել ինչ փոփոխություն ենք պատրաստում անել։ Նախ առաջինը մայիսի 1-ը որպես վերջնաժամկետ, որը սահմանված է օրենքով, մենք փոխում ենք այս տարվա եւ հաջորդ տարվա համար, սահմանելով նոյեմբերի 1-ը, այսինքն այն մարդիկ, ովքեր հայտարարագիր են լրացնում այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, իրենց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը եւ ովքեր հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես դառնում է նոյեմբերի 1-ը։ Զուգահեռաբար դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1-ը, ընդ որում մենք ոչ միայն վերջնաժամկետ ենք դնում, այլև սկզբնաժամկետ, այսինքն հիմա ըստ օրենքի մարդիկ կարող են հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ որ օր ուզեն հայտարարագիր լրացնեն, բայց մենք նաև սկզբնակետ ենք սահմանում եւ հայտարարագրերի վերջնաժամկետի հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը, այսինքն դրանից շուտ հայտարարագիր պետությունը չի ընդունելու, որպեսզի պետական համակարգը հնարավորություն ունենա նաև գործատուներից ու հարկային գործակալներից որոշակի ինֆորմացիա ստանալ եւ ավելի ամբողջական ինքնաշխատ տարբերակով լրացնել այդ հայտարարագրերը։ Սա է ընդհանուր փոփոխությունը եւ նաեւ փոփոխություն են կատարում եկամտահարկի վճարման վերջնաժամկետի առումով եւ դա համապատասխանեցնում ենք արդեն հայտարարագրերի վճարման վերջնաժամկետներին ֆիզիկական անձանց կողմից։ Ընթանանք առաջ։ Այսօր իր մահկանացուն է կնքել Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։ Աշխարհի տարբեր անկյուններից արդեն հնչում են ցավակցական խոսքեր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս ցավակցականից ուղերձն է հղել Պոնտիֆիկոսի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է. Խորապես վշտացած եմ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նորին սրբության ակնառու առաջնորդությունը դեպի խաղաղ եւ արդար աշխարհ ունենալ չի կարող մոռացության մատնվել։ Ցավակցում եմ աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորուստի համար, ասվում է վարչապետի գրառության մեջ։ Թեմային անդրադարձ են կատարել միջազգային լրահոսի շրջանակներում, իսկ այն ներկայացնելու ենք տեսաշարով։ Ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկանում մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը։ Պոնտիֆիկոսը մահկանացուն կնքել է Վատիկանի Կազա Սանտա Մարտա կեցավայրում։ Տեղի ժամանակով 9:45-ին կարդինալ Քևին Ֆարելը հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին։ Կաթոլիկների հովվապետը փետրվարի 14-ին հոսպիտալացվել էր կրկնակի թոքաբորբի պատճառով։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ Պապի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Սուրբ Պետրոսի տաճարում։ Կհայտարարվի ինօրյա սուգ։ Մինչև նոր Հռոմի Պապի ընտրությունը Վատիկանի գործերը կվերահսկի կարդինալների կոլեգիան։ Հիշեցնենք, որ Հռոմի Պապի վերջին հանդիպումը եղել է 3 ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Ռուսաստանը եւ Ուկրաինան հաջողությամբ ավարտել են Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ իրականացված գերիների փոխանակումը, որն ամենամեծն էր հակամարտության սկզբից ի վեր։ Էմիրաթական կողմը հաստատել է, որ փոխանակվել է ավելի քան 538 գերի, որոնց թվում 246-ը ուկրաինական, իսկ 246-ը ռուսական կողմից։
Բացի այդ, գործընթացի ընթացքում փոխանակվել է նաև ուկրաինացի 31 վիրավոր եւ եւս 15 ռուս վիրավոր։ Ընդհանուր առմամբ այս միջնորդությունների միջոցով երկու երկրների միջև փոխանակված պատանդների ընդհանուր թիվը հասցնելով 3771-ի։ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները կշարունակի ջանքերը ուղղված ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ մեղմելու ճգնաժամի ազդեցությունը։ Ինչպես երեկ, այնպես էլ այսօր լավագույն ավանդույթների շարունակությամբ բղավոցներ, լեզվակռիվ անգամ քաշքշուկ, լարված իրավիճակ ազգային ժողովի նիստերի դահլիճում, Խորհրդարանը արտահերթ նիստում քննարկում էր ազգային ժողովի падգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հարցի քննարկումը սակայն հետաձգվեց, ավելի ճիշտ հերթ քննարկման չհասավ։ Հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանի ազգային ժողովի ամբիոն մոտենալիս հերրակա լեզվակռիվ սկսվեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Հայաստան խմբակցության դաշնակցական անդամների միջև։ Սիմոնյանը դիմելով նրանց ասաց, մեջբերում եմ, ինչ ներքին վեճ ունեք, չեմ հասկանում։ Այնուհետև ընդդիմադիր падգամավոր Արծվիկ Մինասյանը տեղից փորձեց հակադարձել, ազգային ժողովի նախագահն էլ ասաց, որ իրավունք չունեն խոսելու եւ նկատողություն արեց, ապա падգամավոր Գեգամ Մանուկյանով դահլիճի մուտքի դռների մոտ էր կանգնած, ինչպես հետո պարզ դարձավ, նա պարզապես դուրս էր եկել ծխելու, եւս մեկտաբանեց տեղի ունեցածը, արդյունքում դահլիճում իրավիճակը թեժացավ։ Падգամավորները միջամտեցին, համենայնդեպս փորձ արեցին միջամտելու, իրավիճակը իրապես հունից դուրս եկավ, արդյունքում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում եւ ուղիղ հեռարձակումը կասեցրեց։ Անջատեք եթեր, ընդմիջում 20 րոպե։ Ընթանանք առաջ, պակաս տխուր իրավիճակ էլ չէր Երևանի քաղաքապետարանում։ Անցած նիստին, որին տվեցինք ամբիոն, անցած նիստին դահլիճը լքելու մասին, այո, մենք դահլիճը լքեցինք։ Պարոնայք մայր Հայաստան խմբակցության անդամներ, լռեք ու ելույթ անելու։ Ինչպես ասում է հայտնի երգը, հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում, եթե իհարկե սա ապրել է կոչվում, ու դուք ուզում եք, որ այս դեմքերով, այս իրավիճակով, այս բարքերով ու կանոններով հայանպաստ, պետականամետ, արդար ու բարի օրենքներ ընդունենք, այդպես չեմ կարծում, այնպիսի օրենքներ, որ մեր կյանքը, մեր երեխաների կյանքը, մեր ծնողների կյանքը ավել բարեկեցիկ ու հարմարավետ է դարձնելու, ես հնարավոր չեմ տեսնում այս իրավիճակում, այս իրարամերժության ու սադրանքի հանդեսը ցավոք դեռ շարունակվելու է, ամենայնդեպս մինչև այն պահը կամ առաջիկա ընտրությունները, մինչև որ հայ մարդը, ընտրողը հասկանա, որ մի հարկի տակ պիտի հավաքի այնպիսի դեմքերի, որոնք իրար հետ գոնե տարական երկխոսություն կկարողանան կազմակերպել։ Բայց ընտրություններին դեռ շատ ժամանակ կա, ես դեռ դրա մասին չեմ ուզում խոսալ, ուստի առաջարկում եմ վերադառնալ ավագանի։ Երևանի ավագանու նիստը ընդմիջումից հետո քվորում չլինելու պատճառով պարզապես ընդհատվեց։ Նշենք, որ ընդմիջումից առաջ քննարկվում էր նաև ձեռք բերված ավտոմեքենաների թվաքանակով վարորդների հաստիկացուցակը ընդլայնելու հարցը, խոսքը 12 լվացման եւ աղբի մեքենաների համար մասին է, որ 12 հաստիկացուցակ պետք է ավելացնեն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց քվեարկության մասին, ընդդիմությունը միաժամանակ ընդմիջում պահանջեց, սակայն քվեարկությունը արդեն հայտարարված էր։ Մի խոսքով այս իրավիճակի մեջ առանց քվեարկության արդյունքները հրապարակելու Ավինյանը հայտարարեց 15 րոպե ընդմիջում, մինչդեռ նիստը վերսկսվեց առնվազն 1 ժամ հետո։ Ավինյանին արդեն փոխարինող կար, փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն էր նիստը վարում, նա հայտարարեց, որ նախորդ հարցը քվեարկության արդեն դրվել է ու կրկին քվեարկության դնելու կարիք չկա, սակայն նիստը շարունակելու քվորում ապահովելու համար ավագանու անդամներին խնդրեց գրանցվել եւ
հայտարարեց, որ եթե քվորում ունենանք, ապա կշարունակենք նիստը, եթե քվորում չունենանք, ապա պետք է համարենք նիստը չկայացած, արդյունքում մեծ հաշվով այդպես էլ եղավ։ Քվորում չկար, քանի որ նիստին չէին մասնակցում քաղաքացիական պայմանագիր եւ հանրապետություն խմբակցությունները, նաեւ պետք է այստեղ հիշեցնել, որ ընդդիմության 3 խմբակցությունները Հանրային ձայնը, Մայր Հայաստանը եւ Ազգային առաջընթացը դեմ էին նախագծի ընդունմանը, այնուհետև հաջորդ հարցը, որ պետք է քվեարկվեր, Մայր Հայաստան խմբակցության նախագիծն էր, որով առաջարկվում էր տրանսպորտի ուղևորցի թանկացումը կասեցնել։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին եւ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել են երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին։ Այդ մասին հայտնել են Հնդկաստանի վարչապետի գրասենյակից։ Կողմերը ընդգծել են էներգետիկ, պաշտպանության, ռազմավարական տեխնոլոգիաների եւ այլ առանցքային ուղղություններով համագործակցության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերը։ Վերջին ամիսներին Հնդկաստանը քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ի հետ գործարք կնքելու ուղղությամբ, նվազեցնելով մի շարք ապրանքների մաքսատուրքերը եւ պատրաստակամություն հայտնելով ավելացնել ամերիկյան արտադրանքի գնումները։ Նյու Դելին ակնկալում է համաձայնության հասնել մաքսատուրքերի գործողության 90-օրյա դադարի ընթացքում, որպեսզի խուսափի 26% մաքսատուրքերից։ Թրամփի վարչակազմում ընդգծում են, որ Հնդկաստանը այն երկրների թվում է, որոնց հետ բանակցությունները Վաշինգտոնի համար առաջնահերթություն են։ Ռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությունը կկայանա շաբաթ օրը ապրիլի 26-ին տեղական ժամանակով ժամը 10-ին։ Ապրիլի 23-ին Ռոմի Պապի մարմինը կտեղափոխվի Սուրբ Պետրոսի տաճար եւ այնտեղ կմնա մինչեւ ապրիլի 26-ի առավոտ նրա հուղարկավորությունը։ Այդ ընթացքում հավատացյալները կարող են իրենց հարգանքի տուրքը մատուցել Ռոմի Ֆրանցիսկոս Պապին։ Մինչեւ նոր Պապի ընտրությունը Վատիկանի ժամանակավոր ղեկավարը նշանակվել ԱՄՆ-ից կարդինալ Քևին Ֆարելը։ Կարդինալները հավաքվում են Ռոմում ընտրելու Ֆրանցիսկոս Պապի հաջորդին։ Այս գործընթացը տևում է 2-ից 3 շաբաթ։ 88-ամյա Ֆրանցիսկոս Պապը մահացել է կաթվածից Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը ընկել է ամենացածր մակարդակին Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր։ Նշվում է, որ Թրամփի աջակցության վարկանիշը 42% է։ Մինչդեռ հունվարին այդ ցուցանիշը կազմում էր 47%, իսկ 3 շաբաթ առաջ 43% էր։ Իսկ ահա Ջո Բայդենի վարկանիշը իր նախագահության սկզբում ավելի բարձր էր 55%, բայց հետագայում սկսեց իջնել եւ 2022 թվականից ի վեր չի բարձրացել 42%-ից, իսկ դրա ամենացածր մակարդակը գրանցվել է 2024 թվականի հոկտեմբերին 35%։ Հարցվածների մոտ 75%-ը դեմ է արտահայտվել Թրամփին 3-րդ ժամկետի համար առաջադրվելուն։ Մասնավորապես այդպես է կարծում հարցված հանրապետականների կեսից ավելին։ Կառավարության նիստն էր այսօր, որտեղ խոսվում էր քրեական ենթամշակույթի մասին։ Քրեական ենթամշակույթը մեր հանրության որոշ շրջանակներում երբեմն դիտվում է որպես տղաներին ուժեղացնող գործոն, սակայն իրականում այն բոլոր առումներով թուլացնում է մարդուն։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որքան մարդը մոտ է քրեական ենթամշակույթին, այնքան ավելի կառավարելի է դառնում եւ կորցնում մրցունակությունը թե աշխատանքի շուկայում, թե տարբեր հասարակական հարաբերությունների շրջանակում։ Ուզում եմ ես ձեզ ասեմ հետեւյալը նաև 1000 ներողություն եմ, 1000 անգամ ներողություն եմ խնդրում այս հիշատակումը անելու համար, նաև որպես մի մարդ, որ ժամանակ է անցկացրել քրեակատարողական հիմնարկներում, մեր հանրության շրջանում տենց ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը, ասենք օրինակ տղաներին ուժեղացնելու ճանապարհը, ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ուղիղ հակառակը քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից զրկելու, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է։ Սա ամենամեծ մոլորությունն է, որ մեր երեկանության մեջ խոսք կա, չէ՞, դե տղա է, ոչինչ, թող մի քիչ էլ տենց բան։ Իրաց թվում է, թե այդպիսով տղաներ ուժեղանում են։ Այդպիսով տղաները թուլանում են, բոլոր առումներով թուլանում են։ Զրկվում են կամքից, զրկվում են խելքից, զրկվում են ինքնուրույն մտածելու եւ մտածողության սեփական բանաձևեր ունենալու
բանից հնարավոր ինչքան մարդը քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի հեշտ կառավարելի է։ Ինչքան քրեական իր մտածողության ձևերով, ինչքան քրեական ենթամշակույթի մոտ է, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում, աշխատանքի շուկայում, ցանկացած հարաբերության մեջ։ Սա ինձ համար աքսիոմ է եւ ինձ համար տեսական թեստ չի սա, այլ մի բան է, որ ես կարող եմ, ես գիտեմ եւ տեսականորեն եւ գործնականում։ Եվ սա ֆունդամենտալ պրոբլեմ է եւ ես իհարկե ուրախ եմ, որ մեր մոտ աղջիկները ավելի ակտիվ են կրթության ոլորտում, բայց ես մտավախություն ունեմ, թե նաեւ այդ առավելությունը այս երևույթի պատճառով է, որ տղաների անբնական պասիվության քրեական ենթամշակույթի բերումով պասիվության արդյունքում է եւ ես կարծում եմ, որ այստեղ մենք էլի քաղաքականություններ մշակելու անհրաժեշտություն ունենք։ Ոնց անենք, որ տղաներին ավելի մոտեցնենք գիտելիքին, կրթությանը, սկսած եւ ընդհանրապես հանրային կյանքին էլ, այս տրամաբանությունն էլ է շատ կարեւոր։ Ես օրինակ երկար ժամանակ հիմա իհարկե համոզված եմ նախարարության ջանքերով, երկար ժամանակ, երբ որ մենք ամենապարզ օրինակն եմ բերում, երբ որ մենք քաղաքականություն որդեգրեցինք, որ օրինակ գնում ենք դպրոցներ, դպրոցների բացման եւ այլն, ասենք որ ինչի պետք է ինչ-որ պատահական կիսաանվորակ YouTube-ներից ստանդարտից դուրս պետական օրներգի ձայնագրություն միացնենք, երեխաները թող երգեն։ Եվ 1, 2, 3, 4 ես նկատում եմ, որ երգչախմբում միայն աղջիկներ են։ Ինչն է սրա պատճառը, որովհետև երգչախմբում երգելը հասկանում եք, դե ոնց երգչախմբում երգել, այստեղից սկսվում է, երգչախմբում երգել, աշխատախմբում աշխատել, դասարանում սովորել, բուհում սովորել, ոնց գնացել եք բուհում փոխանակ դուրս գաք տենակ, ինչ կա հայատներում, կողքի բաներում, սադերում, բանում, պրոցեսներ են գնում, դուք գնացել եք բանում, լսարանում նստել եք, ու սկսվում է դեգրադացիան։ Այդ հետո իր հետ գնում է բանակ։ Այդ հետո արտահայտվում է բանակի գործունեության տարբեր ձևերում, չասենք, որ ձևերում հերթական անգամ բան չենք, մազոխիստ չենք, մենք եկեք մեզ ինքներս չխոցենք։ Ու տենց շարունակ, բայց ես ինչի համար եմ սա ասում։ Ժորժ ջան, պետք է առերեսվել այս պրոբլեմի հետ, Վարչապետը խոսեց նաև այնպիսի խնդիրներից, որոնք ի հայտ են գալիս դեռ մանուկ հասակից, մասնավորապես այն, որ մանկահասակ երեխային հայհոյանք են սովորեցնում, բռնություն, գենդերային խտրականություն, կարծրատիպերի պարտադրանք։ Չեմ հասկանում, որտեղից է գալիս փոքր տղաներին հայհոյանք սովորեցնելու մշակույթը, նշում է վարչապետը։ Ես օրինակ այդ բանը ինձ զարմացրել է միշտ, ես տենց էլ չեմ կարողանում հասկանամ, դա որտեղից է ծագում եւ ինչից է գալիս փոքր տղաներին հայհոյանք սովորացնելու մշակույթը։ Ասենք որ մեկ էլ տանը հյուրեր են հավաքում, ասենք բանը, միջոցը ոնց որ մարդիկ նորմալ նստած շփվում են, մեկ է արի, ասա դե բանին ինչ ես ասե, տատիկին ինչ ես ասե։ Ժողովուրդ կներեք, սա չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ։ Հայաստանի գործող իշխանությունը երբեք չի ուրացել եւ չի պատրաստվում ուրանալ հայոց ցեղասպանությունը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Իրական Հայաստանում ցեղասպանությունը երբևէ տեղ չպետք է ունենա, առհասարակ Հայաստանում այլևս երբեք ցեղասպանություն չպետք է լինի, ասել է նա։ Անդրադառնալով 2023-ին Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտմանը, Ալեքսանյանը շեշտել է, որ իրական Հայաստանում այլևս երբեք նման բաներ չպետք է լինեն։ Ալեքսանյանը այս գրառումը կատարել է ընդդիմության կողմից ակտիվորեն լուսաբանվող ամենամյա ջահերով երթին ընդառաջ։ Ինչու է ջահերով երթը որպես գործող իշխանության դեմ քաղաքական ակցիա իրականացվում, թեմային հետևել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, ողջունում ենք ձեզ, փոխանցում եմ խոսքը։ Շնորհակալություն, բարև ձեզ բարեկամներ։ Ամեն տարի ապրիլի 23-ի երեկոյան արդեն ձևավորված ավանդույթի համաձայն ջահերով երթ է ընթանում Երևանի փողոցներում,
հազարավոր հայրենակիցներ, ովքեր իրենց մեջ կրում են հայ ժողովրդի մեծագույն ցավի հիշողությունը, դուրս են գալիս փողոց, ջահերով քայլում են դեպի Ծիծեռնակաբերդի բարձրունք, կարծես ազդարարելով վերածնունդ, կարծես ամբողջ աշխարհին ապացուցելով, որ մենք կանք ու ավելին մենք շատանում ենք։ Ցեղասպանության ուրվականը այնպես չէ, որ 100 եւ 10 տարի են ճյուղեկցում է մեզ։ Ցավոք սրտի պատմությունից դասեր չքաղելու, կուսակցականացվելու ու օտարամոլության ձգտումների մեջ մենք բոլորովին վերջերս հերթական անգամ ազգովի մի մեծ ողբերգություն ապրեցինք։ Պատմությունը դա ծանր դաս է, որ ոչ բոլորն են կարողանում սերտել, բայց այսօրվա մեր քննարկումը ոչ թե դասի մասին է լինելու, այլ այն որդի, որը ապրում է մեր մեջ ու վաղուց արդեն ուտում է մեզ ներսից։ Հիմա հերթով, ինչպես ասացի, հայոց ցեղասպանության տարելիցի շրջանակներում արդեն տևական ժամանակ է ինչ կազմակերպվում է ջահերով երթը։ Ու ես դիտմամբ չեմ նշում կառույցի անունը, որ կազմակերպվում է, որովհետև դա այդքան էլ էական չէ։ Հայ ժողովրդի մեծագույն ցավին նվիրված ակցիան չպիտի ունենա, ճակերտավոր ասենք, հեղինակ։ Այն պիտի լինի լուռ, համեստ, բայց միևնույն ժամանակ այնքան խոսուն, որ երկմտության տեղ պարզապես չթողնի։ Բայց ցավոք պիտի նշեմ, որ մեզ մոտ այդպես չէ։ Մեզ մոտ անգամ այս մեծագույն ողբերգությունն է քաղաքականացվում։ Ովքեր կազմակերպեցին, ով եկավ, ով չեկավ, ում կողքին կանգնեցին, ներկա իշխանության ներկայացուցիչներից մարդկար թե չկար, նախկիններից ով էր եկել եւ այսպես շարունակ։ Ու ավելին, եթե անգամ դու, որպես հայ մարդ, հարգելով քո նախնիներին, դուրս ես գալիս լուր քայլելու եւ գնալու Ծիծեռնակաբերդ, չի բացառվում, որ քեզ քաղաքական այս կամ այն ճամբարի աջակից որակեն, այնինչ դու պարզապես հարգում ես նախնիներիդ հիշատակը։ Էժանակին փորձերել են արվելու, անշուշտ, կեղծ թեզերել են առաջ բերվելու, որ իբր դուրս գալով փողոց ու ջահ բռնելով ներկա իշխանություններին պիտի ապացուցվի, չգիտեմ ինչ պիտի ապացուցվի։ Ինչ ապացուցելու էր վաղուց ապացուցված է հարյուրավոր ժապավեններով, նկարներով, տեսաերիզներով, տասնյակ բարձրաստիճան ականատեսների ու դիվանագետների, դեսպանների ու վերջապես տուն ու տեղ հարազատ ու զավակ կորցրած մեր հայրենակիցների հուշերով։ Իմ նախնիներն էլ Բիթլիսից էին, մեր ազգանունն էլ ամենևին Մնացականյան չէր, այլ Ունուզյան, որ ցեղասպանությունից փրկված մնացական պապի անունով էլ մենք դարձանք Մնացականյան, ու ես վստահ եմ այսպիսի տասնյակ այլ պատմություններ կան։ Հիմա, եթե ինչ ես դուրս գամ ջահերով երթի ու ինձ հետ նույն շարքում լինեն ձեզ քաչ հայտնի քաղաքական դեմքեր, ինչ է ստացվում։ Ես աջակցում եմ նրանց դաշնակիցն ու զինակիցն եմ, ոչ, իհարկե ոչ, բայց խնդիրը այն է, որ մեր խեղված իրականության մեջ մեդիան իր գործը կանի, կպիտակավորի, մեկնաբանություններ կտա անպայման, երանգներ կհաղորդի, ամեն մեկը չի, որ կարող է դիմանալ այդ ամենին։ Տեսեք, ի հեճուկս իշխանությունների նրանք եկան, որոշ ներկայացուցիչներ կարող են ասել, եւ այդ ամենը ցույց կտան որպես քաղաքական ակցիա։ Մի խոսքով, այս տրամաբանության մեջ կարող ենք շատ խոսել, բայց խնդիրը այն է, որ ապրիլի 24-ը այն բացառիկ օրն է, երբ ամեն մեկս առանց պիտակի, առանց քաղաքական հայացքի պիտի բարձրանանք լուր Ծիծեռնակաբերդի բարձրունք ու մեր հարգանքի տուրքը մատուցենք հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ոչ թե կոչերով հանդերձ գանք, հետո մարդկանց զգացմունքների վրա քաղաքական դիվիդենտներ հավաքենք, այլ պարզապես լուր հարգենք այս օրը։ Դա պարզապես ամոթ է, դա ամոթել չի, դա խայտառակությունն է, ցեղասպանության տարելիցը դարձնել առևտրի առարկա։ Չնայած մյուս կողմից չեմ զարմանում, զարմանալ պետք չէ, որովհետև առնվազն 7 տարի Լոս Անջելեսում հեղինակել եմ փաստավավերագրական նյութեր հենց այս թեմայով, ապրիլի 24-ին հայկական գրեթե բոլոր հեռուստաալիքներով եթեր գնացող վավերագրական պատումների հեղինակը ես եմ եղել ու նկարահանումների ժամանակ անձամբ տեսել եմ, թե ինչ է կատարվում, ինչ մթնոլորտ է տիրում, այս բարձրաստիճան պարոնների հարաբերություններն եմ տեսել։ Նրանք եկեղեցականները, որ եկեղեցական էին, անգամ նրանք ընդհանուր լեզու չէին կարողանում իրար հետ գտնել, վիճում էին, ով է առաջինը խոսելու, առաքելականը թե կաթողիկեն, մեծընտան Կիլիկիոն թե մյուս ներկայացուցիչ եւ այսպես շարունակ։ Բա ավանդական կուսակցությունները աստված են, ավանդական կուսակցություններն էլ իրար հերթ չէին տալիս, ով է ավելի բոցավառ ելույթ ունենալու, ու այսպես շարունակ։ Ու երբ փորձեցի միջամտել, առաջարկեցի բարեկամներ, այս
կարևոր օրով, ինչ կլինի, եթե միասին, միահամուռ կանգնեք եւ ինքներդ միասին խոսք ասեք իրար կողք կողքի կանգնելով, ստացա միանշանակ ու անվիճարկելի մերժումը։ Հետո ամեն ինչ պարզ դարձավ։ Հիմա էլ մայր հայրենիքում եմ այս տեսարանը տեսնում։ Ընդդիմությունը կոչ է անում մասնակցել ջահերով երթին իշխանությունների, կներեք այս բառից համար, ինադու։ Չեմ հասկանում, սա ինչ տրամաբանություն է։ Այսենց էլ կրկին ինադու էլ քանդեցինք մեր երկիրը։ Ու սա նոր բան չէ։ Պատմության մեջ եթե նայենք, այնքան են գոռացել ցեղասպանություն ու հայրենազրկում, որ բոլորովին վերջերս հերթական հայրենազրկումն ու ցեղասպանությունն ու էթնիկ զտումը ստացանք։ Ով դատապարտեց, ով կանխեց, ով ինչ ասեց ընդհանրապես։ Ահա եւ Սահյանի ասած անverջ անշարժ մեր երթը, որտեղ մեզ վաղուց արդեն բացակա են դրել։ Խոնարհումս ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին, իսկ դուք հարգելի բարեկամներ, մտածեք այս ուղղությամբ։ Այս տարի լրանում է 1915 թվականի հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Չնայած ապրիլի 24-ն է համարվում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, սակայն հայերի ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին, երբ 1892-ից 1923 թվականներին Թուրքիայի կառավարող շրջանները, սկզբում Համիդյան Թուրքիան, ապա Երի թուրքերի կառավարությունը կազմակերպեցին ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեցին եւ բնաջնջվեցին Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում թուրքական իշխանությունների հրամանների հիման վրա ձերբակալվեցին ավելի քան 200 հայ մտավորականներ, գրողներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, իրավաբաններ, բժիշկներ, պատգամավորներ։ Նրանք բոլորը աքսորվեցին եւ ճանապարհին դաժանորեն սպանվեցին։ 1965 թվականի ապրիլի 24-ին խորհրդային Հայաստանում կազմակերպվեցին ցույցեր, որոնց մասնակիցները պահանջեցին ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Ամեն տարի ապրիլի 24-ին 100 հազարավոր հայերի սգո երթը լուռ շարժվում է դեպի հայոց ցեղասպանության հուշակոթող ծաղիկներ խոնարհում շուրջ 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցել մեծ Եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը ծաղկեպսակներ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Նորին Սուրբ Օտության Տեր Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը հոգևորականների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին։ Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայի հասարակական կազմակերպության ռասիզմի եւ խտրականության դեմ հանձնաժողովը հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի առիթով։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ նշվել է. անպատիժ մնացած հանցագործությունը դառնում է շարունակական, ժխտողականությունը ցեղասպանությունը դարձնում է անվերջանալի, դահիճը արդարացվում է, զոհը դառնում է մեղադրյալ։ Նշվում է, որ կազմակերպությունը 2005 թվականից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ին պահանջում է վերջ տալ ժխտողականությանը, ընդունել մեղքը բոլոր իրավական հետևանքներով։ Ասոցիացիան նաև դատապարտել է Թուրքիայում հայոց ցեղասպանության կազմակերպիչներ Էնվերի, Թալյաթի եւ Ջեմալի հերոսացումը, որը ըստ կազմակերպության հրահրում եւ բորբոքում է ռասիզմը։
Ասոցիացիան նաև վստահություն է հայտնել, որ քանի դեռ Թուրքիան շղթում է Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը, երկրում անընդհատ արյունահեղություններ տեղի կունենան։ Թուրքիայի հայ համայնքին ուղերձ է հղել Ռեջեփ Էրդողանը։ Կիսում եմ անցյալում հայ համայնքի ապրած ցավը։ Միաժամանակ հավատացած ենք, որ անցյալի հիշողությունները չպետք է գերության մեջ պահեն ներկան եւ ապագան։ Նրանք, ովքեր փորձում են վերհանել թշնամանքը եւ խաթարել մեր միջև կառուցած ամուր կամուրջներն ու կապերը, չեն հասել իրենց նպատակներին, նշել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը հավելել է Թուրքիայի մշակութային, քաղաքական, տնտեսական եւ կրթական եւ սոցիալական կյանքում արժեքավոր ներդրում ունեցող հայերի, ինչպես նաեւ մյուսների խաղաղությունը, անվտանգությունը եւ բարեկեցությունը Անկարայի առաջնահերթությունն են։ 110 տարի առաջ սկսվեց հայոց ցեղասպանությունը։ Այսօր ապրիլի 24-ին ոգեկոչման ազգային օրը հիշենք բոլոր զոհերին եւ կենթանի պահենք նրանց հիշատակը։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայերին գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Շարունակենք գործել մարդկության անունից, հանուն ճշմարտության եւ արդարության, գրել է նա։ Այսօր ապրիլի 24-ին հարգանքի տուրք ենք մատուցում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նշված է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։ Այսօրը հիշեցնում է, որ մենք պետք է մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք նման վայրագությունների կրկնությունը, նշել են քաղաքացիական առաքելության գրասենյակից։ Օրվա խորհրդի եւ պատմական փաստի անցյալի ու ապագայի շուրջ իր անդրադարձն է կատարել Ռաֆայել Մնացականյանը։ Խոսքը փոխանցում եմ նրան։ Բարև ձեզ բարեկամներ, այսօր ապրիլի 24-ն է, մի տարելից, որ յուրաքանչյուր հայի ստիպում է մտորել անցյալի մասին եւ ինչու ոչ ապագայի։ Ոչ ոք չի կարող ժխտել, որ ի վերուստ մեզ տրված է եղել լինել ուժեղ, լինել հզոր եւ ամուր լինել։ Հին է մեր ժողովրդի պատմությունը։ Այն գրվել է մաքարումներով, պայքարով ու անկախության ձգտումով։ Իրապես ծանր է եղել մեր ժողովրդի ուղին, այն միշտ լի է եղել տառապանքներով ու արյունով, իր ինքնությունը պաշտպանելու, իր գոյությունը պահպանելու պայքարով։ Օտար նվաճողների սմբակների տակ շատ են սրատվել մեր զավակները։ Եվ այսօր մենք համայն հայությամբ աշխարհի 4 կողմերում սգում ու ոգեկոչում ենք 1.5 միլիոն անմեղ ու սուրբ նահատակների հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը իրականացվել է մի քանի փուլերով։ Հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, այնուհետև տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն եւ սպանություն ճանապարհին։ Որոշ պատմաբանների գնահատականներով հայոց ցեղասպանության մաս է համարվում նաև 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, ինչպես նաև Զբյուրնայի ջարդերը եւ թուրքական զորքերի գործողությունները հարավային Կովկասում ընդհուպ մինչև 1918-19 թվականներին։ Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն էին չարագործ երիթուրք առաջնորդները՝ Թալիաթը, Ջեմալը, Էնվերը, ինչպես նաև հատուկ կազմակերպություն կոչվող կազմակերպության ղեկավար Բեհադիր Շաքիրը։ Այսպիսով, եթե չլիներ հայոց եղեռնը, հայոց ցեղասպանությունը, հայոց շեն քաղաքների ու գյուղերի կործանումը, մենք գուցեև ցակ ու ցրիվ չլինեինք ամբողջ աշխարհում։ Գուցեև այս տրամաբանության շարունակությամբ միահամուր հայը չլիներ ամերիկահայ ու ֆրանսիահայ, արևմտահայ ու արևելահայ, սփյուռքահայ հասկացողությունը գուցե այլ կերպ ընկալվեր։ Մեր բազմահազարանոց հայ համայնքները այնպես չէ, որ լավորից են ձևավորվել, եկեք լինենք անկեղծ։ Մեկ եւ միածին հայը այսքան բազմահայ դարձավ նաեւ երիթուրքական ոչրագործության արդյունքում։ Ու որքան մենք հիմա հեռանում ենք 1915 թվականից, այդքան ավելի խորն է դառնում կորուստի ցավը, այդքան ավելի բուրն է դառնում պատմության սխալը ուղղելու, արդարությունը վերածնելու վճռականությունը։ 1915 թվականը հավերժ կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ։ Օսմանյան կայսրության կառավարության մշակած հատուկ ծրագրով տեղահանված մի ամբողջ ազգ իր ասելիքը դեռ ունի։ Առաջին հարվածը հասցվեց մտավորականությանը, որպեսզի գլխատեն ժողովրդին եւ դարձնեն իրապես կառավարելի։ Համընդհանուր սպանդը խլեց ժամանակի մեծ մտավորականների՝ Գրիգոր Զոհրաբ, Արտաշես Հարությունյան, Սիամանթո, Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ ու էլի շատ ու շատ նվիրյալ հայորդիների կյանք։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ընկած մի մեծ ժամանակահատվածում ընդհանուր մինչև 1965 թվականը գնալով կարծես խամրում էր հայերի ողբերգության հիշողությունը, հատկապես երկրորդ աշխարհամարտի պատերազմի սարսափներից ու ավերածություններից հետո։ Ոճրագործություն իրականացնողները ջանք ու եռան չէին խնայում, որպեսզի հայոց ցեղասպանությունը, այսպես պայմանական ասենք, դառնա ճակերտավոր մոռացված ցեղասպանություն։ Խորհրդային Հայաստանի աշխալույսին այդ թեմայի շուրջ զրուցելը, գուցեև մտածելը արգելված էր։ Ես հիշեցնեմ, որ Խորհրդային Ռուսաստանը եւ քեմալականները եղբայրության փաստաթուղթ էին ստորագրել, ուստի խորհրդայնացված Հայաստանում պահանջատիրություն բառը անգամ հետապնդվում էր, իսկ ջատագովները հալածվում էին։ Խորհրդային կարգերը այնքան էին կրկին եղբայրության այս աղտով տոգորված, որ Հայաստանի մի շարք մտավորականների հալածում էին, ես այդտեղ միշտ հիշատակում եմ մեծանուն արվեստագետ քանդակագործ Քոչարին, ում Սասունցի Դավթի արձանը համենայն դեպս առաջին տարբերակը գիտեք, ոչնչացվեց անխնակ կերպով, իսկ Քոչարին սկսեցին հետապնդել նրան մեղադրանքներ հնչեցնելով, թե իբր Դավթի սուրը ուղղված է Թուրքիայի կողմ։ Դուք պատկերացնում եք, չէ՞, ինչ մարազմի մասն ենք մենք հիմա խոսում։ Այսպիսի հենց մարազմատիկ եղբայրություն էին խաղում ժամանակին։ Բայց 1965 թվականին իրապես պորտկաց աշխարհով մեկ ծրված հայերի անօգնական այս լռությունը, որը համայն մարդկության ուշադրությունը փորձեց բևեռել իրապես մեծագույն ցավի վրա։ Փողոցներ ու հրապարակներ դուրս թափած հայերը համենայնդեպս նոր սերունդը իր ճիչը ապտակի նման դաջեց հայոց ցեղասպանությունը ժխտողների երեսներին։ Հանցավոր լռությունը իրապես խախտվեց։ Միջազգային առաջադեմ հանրությունը ընդունեց եւ ցայսօր էլ ընդունում է հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ։ Առաջին երկիրը դա Ուրուգվայն էր, որ պետական մակարդակով, բարձրագույն մակարդակով ճանաչեց եւ դատապարտեց հայերի դեմ կատարված ոճրագործությունը դեռևս հեռավոր 1965 թվականին։ Ցավոք ժամանակին մարդկությունը չկարողացավ կամ գուցե չցանկացավ կանխել հայոց ցեղասպանությունը եւ արդյունքում ականատեսը եղավ այլ ցեղասպանությունների, Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի եւ մի շարք այլ ցեղասպանությունների։ Մարդկության անտարբերության, լռության հետևանքով ցեղասպանության եւ հայրենազրկման տեղահանման հանցավոր քաղաքականությունը շարունակվեց։ Արցախյան պատերազմը դրա վառ օրինակն է։ Հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, կորսված կյանքեր, հաշվանդամներ, գերիներ, կորսված հայրենիք, մշակութային եղեռ։ Մեծ եղեռնից անցել է 110 տարի։ Ինչ է փոխվել, կհարցնեք դուք։ Դե, կարծում եմ ոչինչ։ Ուստի պետք է դաս քաղենք։ Ուստի մենք պիտի դաս քաղենք առաջին հերթին։ Մենք մեր երկրի իրական տերը պիտի դառնանք, ոչ թե աշխարհին ստիպենք, որ դատապարտի կամ որևէ մեկին պատժի, այլ մենք պիտի այնպիսի վիճակում հայտնվենք, մեր պետությունն ու պետականությունը այնպիսի զարգացվածության մակարդակի պետք է հասցնենք, որ մենք երաշխավորենք, այլևս երբեքը ոչ թե ապավինենք ուրիշներին, ոչ թե լինենք ինչ-որ մեկի ձեռքի խաղալիքը, որ մեզ պաշտպանի, հարկ եղած դեպքում էլ զոհաբերի մեզ հանուն իր քաղաքականության։ Մենք մեր միասնական ուժով մեր պաշտպանն ու ապավենը պիտի դառնանք, այլ ելք պարզապես չկա։ Եվ բարձրաձայն այս մտորումներս ուզում եմ ավարտել երջանկահիշատակ, իրապես մեծանուն մտավորական Պերճ Զեյթունցյանի պատգամով։ Հայ մարդ, եթե ուզում ես թուրքից վրեժ լուծել, նրա քթի տակ պետք է կառուցես այնպիսի երկիր, որտեղից ոչ ոք, ոչ մի հայ չի ցանկանա հեռանալ։ Մտածեք այս ուղղությամբ։ Այսօր ազգային ժողովում էր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով ներկայացնում էր դատախազության 2024 թվականի գործունեությունը։ Քննարկման ընթացքում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասով քրեական վարույթ եւ ապօրինի գույքի բռնագանձման հայց կա։ Դատախազը ասաց, որ ապօրինի գույքի բռնագանձման հայցը ներկայացվել է դեռևս 2024 թվականի օգոստոսին, դրանից ավելի վաղ նաև քրեական վարույթով դատարան ուղարկված մեկ այլ գործ կա։ Մեր դիրքորոշումը մեղադրական եզրակացությամբ ուղարկված է դատարան։
էլի հրապարակային դատաքննությունը վստահ եմ ինձնից լավ տեղեկացված է եւ այդ հողահատկացումների հետ կապված եւ կոռուպցիոն դրսևորումների հետ կապված մենք այս առումով դատախազության դիրքորոշումը գրավոր է, հրապարակված է, հստակ է, այստեղ մենք քաղաքական գնահատական տվող մարմինը չենք։ Ինչ վերաբերում է վկաների հետ կապված, ենթադրում եմ ինչ-որ պաշտոնավարման, կասեցման եւ մյուսի հարցեր փորձում բարձրացնել, այստեղ դուք մի կարևոր եզրույթ եք օգտագործում վկա։ Մենք վկաների նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոցներ չենք կիրառում։ Մեզ մոտ անձը պետք է մեղադրյալի կարգավիճակ ունենա այդ դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու համար եւ այս պարագայում իրականում ավելին քան գրած մեղադրական եզրակացության մեջ չունենք ասելու, մենք ունենք տարբեր նաեւ անջատված վարույթներ, որոնք դատարանում գտնվող վարույթից բացի կան նախաքննության փուլում, դրանք էլի 2019 թվականին հարուցված քրեական գործից, այն ժամանակ քրեական գործեր դրվագներ են, որոնցով դեռևս միջդատական վարույթը աշխատանք է իրականացվում, չեմ բացառում, որ առաջիկայում էլի այդ հին վարույթով որոշակի դրվագներ լինեն, որոնք կգնան դատարան, բայց դա կապ չունի ոչ մի քաղաքական process-ի հետ։ Մենք բազմաթիվ համայնքի ղեկավարներ ունենք, որոնց դատի ենք տվել այս նույն սխեմայով կատարված չարաշահումների եւ հողահատկացումների համար, այստեղ քաղաքական գնահատական մենք չենք տալիս, մենք իրավական գնահատական ենք տալիս, տվել ենք, ուղարկել ենք դատարան։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ու այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք։ Նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ 11,2%-ով։ 2023 թվականին արձանագրվել է 2358 դեպք։ Այս մասին ազգային ժողովում պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ 2024 թվականի ընթացքում զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք։ Նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ 11,2%-ով։ Հիշեցնեմ, որ 2023 թվականին արձանագրվել էր 2358 դեպք։ Արձանագրված դեպքերից 762-ը կամ 36,4%-ը եղել են պատահարներ, 1331-ը կամ 63,6%-ը հանցագործություններ, որոնցից 715-ը կամ 53,7%-ը զինվորական, 616-ը կամ 46,3%-ը այլ հանցագործություններ։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների կրկին ձեր ուշադրությունն հրավիրում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք։ Հիշեցնեմ 23 թվականին թիվը կրկնապատիկ էր 54-ը։ Չշրջանցվեց նաև մարտի 1-ի գործը։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում նշել է, որ ամենայն հավանականությամբ հաջորդ հաղորդման ժամանակ մարտի 1-ի գործով ասելիք կունենա։ Դատախազի խոսքով այն վարույթը, որը հիմա դատարանում է, հրապարակային է, լուսաբանվում է ԶԼՄ-ներով, ասելու նոր բան չկա։ Միջդատական վարույթում ունենք ինքնուրույն վարույթ, որտեղ մի շարք ուղղություններով քննություն է իրականացվում։ Կարծում եմ հաջորդ հաղորդման մեջ միջդատական վարույթով ասելիք կունենամ, նշել է Վարդապետյանը։ Ինչպես արդեն հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է ցեղասպանություն եզրույթից։ Թեմային հետևել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Այո, աշխարհի տարբեր անկյուններից դեռ հնչում են ողեկոչման ուղերձները հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս ուղերձների եւ զորակցության խոսքերի մեջ շատերը առանձնակի զգացողություններով սրտատրոփ գուցե սպասում էին Միացյալ Նահանգների նախագահի ուղերձին, եւ ինչպես արդեն գիտեք, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր ուղերձում խուսափել է ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց։ Ինչ ասես։ Սա առաջին անգամը չէ, որ Թրամփի պաշտոնավարման ժամանակ խուսափում է նա genocide բառից, իր առաջին նախագահության ժամանակ 2016-2020 թվականների ընթացքում իր ուղերձներում նա եւս genocide եզրույթը չէր օգտագործել, ինչը իհարկե ցավալի փաստ է։ Այնուամենայնիվ, նախագահ Թրամփի հայոց ցեղասպանության թույլ ոգեկոչումը իրապես նվեր է ժխտողականներին։ Այսպիսի տեսակետ է հայտնում ամերիկացի հայտնի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, ով անդրադարձել է այն փաստին, որ Դոնալդ Թրամփը ի տարբերություն իր նախորդի դեմոկրատ Ջո Բայդենի ապրիլ 24-յան ուղերձում ցեղասպանություն եզրույթը չի կիրառել եւ 1915 թվականի իրադարձությունները որակել է որպես մեծ եղեռն։
Միացյալ Նահանգների ճանաչումը պաշտոնական է եւ անշրջելի, բայց ցեղասպանություն բառը օգտագործելուց նրա հրաժարումը խարխլում է ճշմարտությունը եւ անարգում 1915 թվականի զոհերի հիշատակը։ Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն, ամփոփում է Փելոնը։ Այնուամենայնիվ, զայրույթը եւ հակադարձումը մի կողմ դնելով, եկեք խոստովանենք, որ Թրամփի կամ որևէ մեկ այլ գործչի խոսքով չէ, որ իրավիճակը պիտի փոխվի։ Ինչ խոսք։ Ցանկալի է, որ գերտերության նախագահը, այն էլ ազատության եւ արդարության երկիր համարվող Միացյալ Նահանգների պես երկրի քաղաքական առաջին դեմքը, ներքին խմորումներին զոհ չգնա, կարողանա իրապես արդար լինել, այլևալությունների չգնալ եւ համարձակ օգտագործել բառը, այնպես ինչպես եղել է, ցեղասպանություն, բայց ունենք այնինչ ունենք։ Եկեք խնդրին նայենք այլ տեսանկյունից։ Միացյալ Նահանգների նախագահը, նախորդ նախագահը գոնե Ջո Բայդենը քանիցս իր ուղերձում, այո, օգտագործել է ցեղասպանություն եզրույթը։ Ու իրապես, ինչ փոխվեց այն ժամանակ, երբ նախորդ նախագահը արտաբերեց ցեղասպանություն բառը, եւ ինչ եղավ հիմա, երբ որ գործող նախագահը չարտաբերեց այդ բառը։ Եթե զգացմունքային տեսակյունից ենք հարցը դիտարկում, ինչ խոսք, հաճելի է, արդար է, ճշմարիտ է, շիտակ է, պարկեշտ է, բարոյական է, ազնիվ է, ու այսպես շատ ու շատ հոմանիշներ կարող եմ օգտագործել, բայց իրականությունը շատ ավելի խորն է թաքնված։ Խնդիրը փաստի եւ ուրացման մեջ չէ, ավելին, մենք ինքներս ենք այս մտածելակերպով եւ այս տրամաբանությամբ կասկածի տակ դրել կամ գուցեև մինչեւ այսօր դնում պատմական այս փաստը։ Մեծ եղերնը միջազգային ատյաններում մենք ինքներս ենք կարծես անջատում ցեղասպանություն եզրույթից, այնինչ ամեն մի հայի համար երկմտության տեղ անգամ չկա։ Մեծ եղերնը հենց ցեղասպանությունն է եւ պատմական փաստ է, չէ՞, եւ երբ որ մեծ եղերնը, մեծ աղետը, մեծ ոչրագործությունը ծրագրվեց եւ իրականացվեց, աշխարհը դեռ genocide բառը լսած չկար։ Ես հիշեցնեմ, որ գենոցիդ բառի հեղինակը Ռաֆայել Լեմկինը հենց 1944 թվականին մեծ եղերնը հիշատակելով տվեց գնահատականը genocide բառից, որը եւ ցեղասպանությունն է։ Այո, Թրամփը չարտաբերեց այդ բառը, բայց մյուս կողմից միամտություն չէ արդյոք մի մարդուց պահանջել ցեղասպանության ճանաչում, ով հենց հիմա աչք է փակում հենց մեր օրերում, ասենք Գազայում տեղի ունեցող գործողություններին։ Ավելին, ինչ ակնկալել մի մարդուց, ով որ ուղիղ եթերում հայտարարում է, որ բնիկ ժողովրդին 100,000-ներով հենց այդ տեղանքից դուրս է հանելու է դուրս եւ միջերկրական ռիվիերա է կառուցելու այնտեղ։ Դա պատմական փաստ է, չէ՞ որ արտաբերել է։ Ու էլի շատ այլ ցիտատներ էստեղ կարող եմ ասել, որը գուցե այդքան էլ տեղին չէ մեր այս ցավի մասին մտորումների շրջանակներում։ Եվ ամփոփելով այս իմ խոսքը, Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը, ես հիշեցնեմ, որ 2019 թվականի հոկտեմբերի 29-ին, ապա եւ Սենատը նույն թվականի դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել է եւ ճանաչել է հայոց ցեղասպանությունը եւ այն դարձրել է Միացյալ Նահանգների քաղաքականության անբաժան մաս։ Հեռավոր 1981 թվականին, ապրիլի 22-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանը կրկին որակել է իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Նախագահ Բայդենը, ինչպես քիչ առաջ հիշատակեցի, այո, օգտագործել է ցեղասպանություն եզրույթը։ Ու ինչ, մեր երկիրը ավելի բարգավաճել է այդ բառից հետո։ Մեր կյանքն է ավելի գուցե լավացել։ Ոչրագործներն են գուցե պատժվել, թե Թուրքիան է առերեսվել իր պատմությանը։ Գուցե ազերին է փոխել իր վարքագիծն ու հռետորաբանությունը, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100,000-ավոր մեր հայրենակիցներն են երջանկացել։ Ինչ է փոխվել ցեղասպանություն բառը արտասանելուց, թե չարտասանելուց։ Սա լուրջ հարց է, որի մասին առաջարկում եմ մտածել։